Այսօր շատերն են ուզում ձեռք բերել անշարժ գույք։ Եվ այսօրվա վիդեոն խոսելու եմ նրա մասին, թե ինչպես պետք է ճիշտ calculate անել եւ հասկանալ, թե ամբողջ process-ը նախ ինչպես է կատարվում, բայց հիմնականում ուզում եմ խոսել ինչպես calculate անել թվաբանությունը, երբ որ դիմում ես անշարժ գույքի եւ ինչպես հասկանալ ֆինանսավորումը, loan-ը եւ ինչպես calculate անել ձեր payment-ները։ Ողջույն սիրելի բարեկամներ, ես Մայիս Կարիբյանն եմ։ Շնորհակալություն բոլորիցդ, որ հետևում եք իմ պրոգրամներին։ Այսօր ավելի շատ ուզելու եմ խոսալ, թե ինչպես են calculate անում, ինչպես են հաշվում անշարժ գույք գնելուց ընդհանուր հաշվարկները եւ ինչ կարևոր կետեր կա, որ շատ անգամ մարդիկ չեն կարողանում պատկերացնել կամ հասկանալ շատ դեպքերում, թե ինչպես է այդ թվաբանությունը հաշվում։ Եվ ես ուզում եմ մի փոքր պարզաբանեմ, որ յուրաքանչյուր անհատ, եթե ուզում է տուն գնի, նախորդ պետք է այս հաշվարկները ճիշտ անի, եւ եթե կկարողանամ ես քեզ օգտակար լինել, եւ ես այդպես վարվում եմ յուրաքանչյուր ինձ դիմաց հաճախորդի հետ, միջև տունը նայելը անպայման հաշվում եմ, թե ինչպես է այս թվաբանությունը աշխատում, եւ միևնույն ժամանակ հաշվում եմ իրենց թվաբանությունը եւ ուզում եմ make sure անել, որ իրանք կտեղավորվեն իրենց հաշվարկների մեջ, որտեղ ամենավատ բանը կլինի, երբ որ անհատը տուն գնի եւ հետո չկարողանա այդ payment-ների տակից դուրս գալ եւ դժվարություն ունենա եւ ցավոք սրտի շատերը սխալ հաշվարկի պատճառով, սխալ իրենց ֆինանսները հաշվելու պատճառով կորցնում են իրենց investment-ը, այս դեպքում անշարժ գույքը։ Օրինակ ուզում եմ բերել այսօրվա մարքեթի հետ կապված, մանավանդ նրանք, ովքեր բնակվում են Կալիֆոռնիայում, կարելի ասել այսօրվա Կալիֆոռնիայի գները, խոսքը գնում է ոչ թե կոնդոմինիումների կամ townhouse-ների մասին, ընդհանուր ուզում եմ խոսել house-ի մասին, միջին house-ը Կալիֆոռնիայում կարելի ասել 600-ից մինչև 1 միլիոնի շուրջ է։ Եվ այսօրվա թվաբանությունը կանեմ մոտավորապես 800,000-անոց purchase-ի դեպքում, այսինքն եթե անհատը 800,000-ի շուրջ մի բնակարան է ուզում ձեռք բերել։ Նախ առաջինը պետք է հասկանանք, երբ որ դիմում ես loan-ի, երկու տեսակի loan կա, եւ էսի իմ էքսպերիենսից եմ ձեզ հետ կիսում, ես real estate-ի սայթն եմ անում, նրանք ովքեր ուզում են նաեւ loan-ից օգտվել, մեր օֆիսում ունենք այդ ծառայությունը, այսինքն երկու դեպքում էլ կարող ենք օգտակար լինել հաճախորդին։ Առաջի բանը, որ պետք է հաշվենք, եւ ես էկրանների վրա նաեւ ձեզ ցույց կտամ, թվաբանությունը, որ առաջի բանը պետք է հաշվենք 800,000-ի tax-ը։ So եթե 800,000-ով բնակարան ես գնում, դա բազմապատկում ենք 1.25%-ով, որտեղ Կալիֆոռնիայի tax-ը հիմնականում նայած county 1.25% է, որը այս դեպքում 800,000-ի վրա կանի $10,000։ Եթե 10,000-ը բաժանենք 12 ամսվա, դա արդեն կանի $833 ամսեկան քո tax-ը։ Բոլորս արդեն գիտենք, որ մանավանդ Կալիֆոռնիայում տան ինշորանսները բավականին թանկացել են, այս գնանոց տան ինշորանսը մոտավորապես ինձ թվում է $2,500 շուրջ է կազմելու, եւ եթե դա բաժանենք 12 ամիսների, մոտավորապես $208 չափ, $210 չափ քո ինշորանսն է։ Եվ դրան արդեն գումարվում է, թե ինչպիսի loan ես վերցնելու։ Loan-ը, եթե հաշվի առնենք, անհատը կկարողանա օրինակի համար 20% down դնել, այս դեպքում քո payment-ները մոտավորապես մեկ վայրկյան հաշվենք 20%, let's say լավ կրեդիտ ունի, այսօրվա rate-երով 6.5-ի շուրջ, եթե վերցնենք rate-ը, tax-երը դնենք 10,000 եւ ինշորանսը դնենք 2,500։ Այս դեպքում ինչ է կատարվում։ Այս անհատի payment-ները tax-ով եւ ինշորանսով 20%-ի դեպքում մոտավորապես payment-ները $5,000-ից $5,100 է։ So սա առաջի հաշվարկն է, երբ որ գալիս է payment-ներին։ Երկրորդ կարևոր բանը, որ պետք է հաշվի առնենք, cost-երն են։ Շատ անգամ մարդիկ չեն հաշվում, թե ինչքան cost կարա մարդ ունենա տունը գնելուց։ Հիմնականում 2.5% է cost-երը տան գնի համեմատ, անգամ 2.5%, այսինքն 800,000-ը բազմապատկենք 2.5%-ով, դա մոտավորապես $20,000 է։ Եվ իրականության մեջ escrow, title, processing, loan-ի fee-երը,
շատ դեպքերում լոնը եթե stated document է, broker-ը fee ունի 1-ից մինչև 2%, այդ բոլոր ծախսերը իրար հետ գումարելով պլյուս մինուս մոտ $20,000 closing cost ունես։ Եվ մյուս կարևոր բանը, որ պետք է հաշվի առնենք, եթե ուզում ես քո tax-երի մեջ, այսինքն քո payment-ների մեջ tax-ը եւ insurance-ը միասին լինի, դա կոչվում է impound, այդ դեպքում բանկը usually 6 ամսվա քո interest-ը, insurance-ն ու tax-ը 6 ամսվա payment-ը hold-ի է դնում եւ դա ոչ թե closing cost է, այլ դա ավելանում է քո ծախսերի մեջ, որ դու քո գրպանից դեռ պետք է դուրս տաս։ Այսինքն սրանք կգումարվի մոտավորապես մի երևի $7,000 էլ, $7,500, մոտավորապես 27-28,000-ից շուրջ արդեն կլինի։ So ինչ է ստացվում այս դեպքում, եթե անհատը գնում է 800,000-անոց բնակարան, 20%-ի դեպքում արդեն 160,000-ը իր down payment-ն է, դրան գումարում ենք մոտավորապես 27,000 closing cost-ը եւ 6 ամսվա tax-ն ու insurance-ը hold արած, մոտավորապես պլյուս մինուս 185-ից 187,000 իր գրպանից պետք է դուրս տա, որ կարողանա այս բնակարանը գնել։ Դա շատ կարևոր է հասկանալը։ Խոսքը իհարկե գնում է 20%-ի եւ լավ կրեդիտի դեպքում։ Մյուս բանը, որ անպայման ես լինելով ֆինանսների մեջ հաշվի եմ առնում, որ անհատը, եթե այս 5,000-անոց այս տունը գնի եւ $5,000-անոց payment ունենա, ինչքան է իր ամսական եկամուտը, արդյոք ինքը այդ 5,000-ը ավելացնելով իր ծախսերի մեջ ուր է հասնում իր ծախսերը եւ պետք է դա համեմատենք իր ամսական եկամուտի հետ։ Ես միշտ խորհուրդ եմ տալի, եթե դու տուն ես առնում, քո մնացած կյանքի ծախսերը, ավտոյի payment-ները, տան հոգսերը, երեխաների ծախսերը բոլոր իրար հետ։ Եթե օրինակ անհատը սարքում է $15,000 կամ ամուսիններեն, գոնե դրա մաքսիմում 80%-ը գոնե պիտի, եթե դաժե կասեմ քիչ, այսինքն իր բոլոր ծախսերը 10-ից 12,000-ը պետք է չանցնի include անելով իր տան payment-ները։ Եթե թվաբանության մեջ կկարողանաս տեղավորվես, ես խորհուրդ եմ տալի, այո, դու պատրաստ ես տուն գնելու։ Այո, հաշվում եմ իրենց ընտանիքի եկամուտը։ Վերցնենք օրինակի համար մարդուկին 15,000 օրինակ ամսական եկամուտ ունեն։ Եթե իրենց ծախսերը այս նոր mortgage payment-ով իրենց եկամուտի 80%-ը չի ասնում, այսինքն 15,000-ը եթե վերցնենք, բազմապատկենք 80, 12,000 է, այսինքն ես պետք է փորձեմ եւ խորհուրդ եմ տալի, որ քո mortgage-ը գնելուց հետո քո բոլոր ծախսերը 10-ից 12,000 մաքսիմում լինի։ Դու պետք է գոնե 3-4,000-ի տեղ ունենաս emergency համար, որ max out չլինես։ Այդ ժամանակ ես միշտ խորհուրդ եմ տալի, որ այո, դու պատրաստ ես, կարող ես բնակարան գնել։ Բայց շատ դեպքեր եմ տեսնում, որ մարդիկ mortgage-ի payment-ը գնելով, եթե իրանք ամիսը 15,000 են սարքում, այդ mortgage-ի payment-ի հետ միասին իրենց ծախսերը հասնում է 15,000 եւ որոշ դեպքերում արդեն ավելին։ Այդ դեպքում ես խորհուրդ չեմ տալի, որ անհատը այս պահին բնակարան գնի, որովհետեւ նա շատ քիչ հետո ունենալու է մեծ խնդիրներ ֆինանսական, շատ անգամ չի հասցնելու բիլերը տա, այդ mortgage payment-ը տա եւ այդ է պատճառներից մեկը, որ տեսնում ես շատ մարդիկ իրենց տները կորցնում են գնելուց 1, 2 կամ 3 տարի հետո։ Ինչի, որտեվ ճիշտ հաշվարկներ չեն անում, emotional որոշումներ են անում, միգուցե համեմատություն են անում մյուսների հետ, փորձում են competition-ի մեջ մտնել կամ որոշ դեպքերում ցուցադրություն անել ցավոք սրտի, եւ դա է պատճառը հանդիսանում, որ մարդիկ կորցնում են իրենց real estate-ը։ Ամբողջ հաշվարկը ըստ ձեր իրավիճակի ոնց է կատարվում, կապնվեք ինձ հետ, իմ օֆիսը գտնվում է Glendale-ում, կարող եք գալ իմ օֆիս կամ ես կայցելեմ ձեզ, ես կբացատրեմ step by step եւ detail եւ նաեւ խորհուրդ կտամ ճիշտ ղեկավարեք ձեր ֆինանսները եւ ես անպայման կասեմ արդյոք դուք պատրաստ եք բնակարան գնելու թե ոչ, որտեղ երկու տեսակի մարքետ կա market-ը real estate-ի թե ինչ է կատարվում, դա մեկ եւ երկրորդը կա մարդու անձնական ֆինանսական մարքեթը, թե ինքը պատրաստ է թե ոչ։ Եթե այդ հարցերին կարողանաս դու ճիշտ պատասխանել եւ ես կօգնեմ դրան, որ դու հասկանաս թե այդ հաշվարկը ինչպես է կատարվում, մեծ սիրով օգտակար կլինեմ։ Շնորհակալություն բոլորիցդ, որ նայեցիք այսօրվա վիդեոն, սա Մայիսմայք Կարիբյանն է, տարածեք ձեր էջերում եւ հարցերի դեպքում դիմեք ինձ։ Կհանդիպենք մյուս անգամ, ստեսյուն բոլորիդ, հաջողություն։